կուղղել հաղթանակի օրվա կապակցությամբ եւ պատասխանել մի քանի հարցերի եւ անդրադառնալ մեր պաթոլոգիական ստախոսին։ Հիմա սկսեմ իմ շնորհավորանքի խոսքից, ընթերցելու եմ, քանի որ գրել եմ եւ երկար եմ։ Քոչարի կուսակցության շնորհավորանք մայիսի 9-ի կապակցությամբ։ Մայիսի 9-ը մեր ժողովրդի պատմության մեջ հավերժ մնալու է որպես հաղթանակի, նպատության եւ ազգային ոգու վերածննդի օր։ Այսօրը մենք ոչ միայն նշում ենք ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, այլև խոնարհվում ենք այն հզոր պայքարի առաջ, որը մեր նախնիները մղեցին կանխելու նոր եղեռնի ու ցեղասպանության կրկնությունը։ Հայ ժողովուրդը կռվեց ոչ միայն ի նպաստ համաշխարհային արդարության, այլ իր խախտված իրավունքների վերականգնման համար։ Պայքար, որը մինչև օրը շարունակվում է, քանզի մեր ցեղասպանությունը դեռ ամբողջությամբ չի ճանաչվել։ Քոչարի կուսակցությունը խոնարհվում է բոլոր հերոսների հիշատակների առաջ եւ պարտավորվում է անսասան պաշտպանել մեր ժողովրդի իրավունքները հանուն արժանապատիվ ու ազատ ապագայի։ Կեցե հաղթանակը, կեցե Հայաստանը եւ Արցախը վերադառնալու է Հայաստան։ Հիմա ժողովուրդ ջան, հարցեր եք տվել, նախ հարցերը վերաբերում է կուսակցության բացման, մի փոքր խոչընդոտ է եղել, հավատում ենք, որ կազմակերպված չէր, այս շաբաթ երևի կլուծվի այդ հարցը։ Մյուս հարցեր եք տալիս մեքենայից, այո, թիրախավորված իմ տղայի եւ եղբորս տղաների վրա կանգնեցրել են, մեքենան ապօրինի տարել էին Տուգանային հրապարակ, փաստաբանը գնացել էր, տեսել էր, որ մեքենան տեղաշարժված է, այն հարցը, թե ինչու եք տեղաշարժը, պատասխանել էին, թե իբր կրանով ենք տեղաշարժել, բայց հետո տեսել էին, որ դռների կնիքները պոկված է, այսինքն ապօրինի մուտք էին ունեցել մեքենայի մեջ, մեքենան շուտապույտ նրանք վերադարձրեցին, բայց մենք վաճառեցինք, քանի որ չգիտեինք մեջը ինչա դրված եղել, ճիշտ ասած ուզում էին նվիրել վարչապետին, այդ խեղճ մարդը մինչև հիմա մեքենա չունի, վարկով մեքենայա վերցրել, բայց դե ասացի կարող է մեջը ժուճոկ լինի, ինչ քաքասես ելնի ջրիերս։ Հիմա ինչ վերաբերում է այդ պաթոլոգիական ստախոսի ելույթին, մի հատ ուզում եմ ուշադիր լսեք այս մասը, որ հիմա նա խոսում է։ Չորրորդը Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլի, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասա, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը, որ մամուլի առաջինը դու պետք գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասին, վերենգի տեղը տասի, ներվերս չուտես։ Վերաբերում է, որ Հայաստանում թերթերը չեն արդարադատություն կամ դատական իշխանություն։ Ժողովուրդ ջան, ասեմ, որ դա ամենամեծ սուտն է, իմ մեղադրանքը հիմնված է 2004 թվականի Կենիայի օպոզիցիայի ղեկավարի ելույթը այն թերթում, որը որ ես փակել էի ազգային ատելություն քարոզելու պատճառով։ Այսինքն 2004 թվականի Կենիայի օպոզիցիայի ղեկավարը ելույթ է ունեցել մի թերթում, որը որ հանդիսանում է իմ թշնամին եւ դա հանդիսացել է իմ մեղադրանքը։ Ժողովուրդ ջան, այս մարդը պաթոլոգիական ստախոս է, ուրեմն այս օրը միշտ հիշենք, ժողովուրդ ջան, հիշենք, որ պայքարը
չի սկսվում պայքարը սենց բաներից, սրանք երկրորդական բաներ են, պայքարը սկսում աստեղից, սկսում է մեր